Սեպտեմբերի 17-ն է։ Գտնվում ենք Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում ու նորից նշված փողոցում դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս ու այսպես հոսում է։ Այս խնդրի մասին բազմաթիվ անգամ ահազանգեր են ստացվել Երևանի քաղաքապետարանի թեժգից, վիոլա ջուր, սակայն ոչ մի արդյունք, ամեն անգամ խոստանում են, որ բալիս ախպեր, խոստանում են, որ վերջապես խնդիրը կլուծվի, կկարգավորվի, սակայն ոչ մի դրական արդյունք։ Հարևանությամբ դպրոցն է, Ֆանարջան փողոցում սեփական տներ են, բնակիչներն ասում են արդեն նադայել ենք եղել, հոգնել ենք թե Երևանի քաղաքապետարան, թե վիոլա ջուր զանգելուց։ Հիմա տեսնեք, ահա որ վարար ձևի դիտարից կեղտաջուրը թափվում է։ Այս խնդրի մասին նաև մի քանի անգամ տեղեկացվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանին, նա էլ է խոստացել, որ խնդիրը կլուծի, բայց ինչպես միշտ, եթե որոշ խնդիրներ կարողանում է Կամո Արեյանը կարգավորել, լուծել, ապա վիոլա ջրի ընկերության հետ կարծես թե քաղաքապետարանի եւ վիոլայի ջրերը մի առով չի գնում։ Հիմա տեսեք, երեխաները հիմա դասի են, բայց պատկերացրեք, այս գարշահոտ վիճակում երեխաները գնում են դասի, հոտը անգամ զգացնում են մինչև դասասենյակներ։ Ահա որ վիճակ է։ Մի 3-4 անգամ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն է իր միջոցներով խնդիրը լուծել, բայց սա ոչ թե դիտահորը մաքրելն ու գոյողատարերից կեղտը հեռացնելն է, այլ պետք է կապիտալնի փոխվի ջրագիծը, ջրահեռացման։ Այ հոտը սպանում է։ Ամբողջ փողոցը գարշահոտ է, նայում եք տերում եք, ամբողջ փողոցը լցված է կեղտաջրով ու գարշահոտությամբ։ Բալի ժողովուրդ ջան, այս հոտին ոնց եք աշխատում։ Հələ լավ է։ Պերիվել չեք կարող անեք։ Բալիս ախպեր, բալիս։ Ինչ ախպեր։ Հերքուց որ մաքրեն նոր, ուրա շուշոյնը տենց բաղթ կան մաքրեն։ Հա, գիտեմ, ընդից եմ գալի։ Ամբողջ տարածքը, վայ վիոլա ջուր, քրքրվես դու, վիոլա ջուր, չէ։ Սենայ, մարդիկ նույնիսկ չեն կարողանում մտնեն իրանց տները, տների մուտքերի մոտ, ամբողջ, վայ, խեղճ ժողովուրդը, ինչ անի, մենակ 4 անգամ թաղապետն է բացել տվել իր հաշվին, բերել այդ տեխնիկաներով մաքրել է տվել, բայց ես ինչ է։ Հիմա որ ասեմ վիոլա ջուրը անգործության մատնված, կասեն ասեց, նայեք ոնց է գնում, մինչև ուր է հասնում։ Մարդկանց տների դեմը փակ, չեն կարողանում մարդիկ տուն մտնեն, հա։ Նստեն այ, սաղ։ Նստեն այ։ Սենց գնում հասնում արդեն մյուս փողոցներ, մտնում բնակչի
Սենց նա ինչ վարար է թումա լստեն նա լստեն նա Կոյողա ջուրը չեստեն փողոցը ողողելա Մեն չապատա է Չենց հասնում մարդկանց տները Հեն, կեղտա ջիր միջով է կեթում Ինչ եղար Են ես պտի անցնեք, գոնեն դե թեթևա Ոնց է վարար էթում կեղտա ջրեղք Կեղտա ջրի միջով մարդիկ էթում Hazır bakar çalışıyor. Çimen vurdu patlıyor.
Բալիս ժողովրդին։ Քանի տարի ասում են կսարքենք, հələ սարքում են։ Եթում։ Կժանուց։ Այնտեղով ժողովուրդ են այս փետերի վրայով կարակ, այս փետերի վրայով, հեսա։ 3 տարի, շատ ինչ 3 տարի, այ ցավը տան։ Առաջ քիչ էր, պրոստը ելի բողոքում էին չէր։ Սենց գնում դբրոցի դեմով, բանով։ Մի ժամից 1000 երեխա է դից գալի։ Բա վիոլա ջուր չեք ասե։ Ասում են պետք է փոխելի, բայց եւ։ Ինձ որ ասում է էշ մի սատկի գարուն կգա։ Էսի բացել է գրամար ընդ չի գնում։ Թե չէ լսում է տները ժողովրդի։ Հոտը սպանում է։ Հոտը բահալա մի քիչ հետո նայ կեր գնա։ Կոնը չեմ դնել։ Չէ, արխային վայ։ Ողջույն, ես հոտին ոնց եք դիմանում։ Ես ստեղ չեմ ապրում։ Հա բայց ավտոներն էլ այ ափսոս։ Վարակը մտնում ավտոների մեջ։ Երեխեք էս ճամփով գնում են դասի։ Հա։ Լսնե, դիտավորն էլ չի քաշում սկի։ Երեխեքը չէ, դասը է թալուց։ Երեխեքը սենց գնացել են դասի։ Չեն գնացել դասի, ակի մարդիկ հետ են գնացել։ Հետ են դարը սրախաթեր։ Լացել եմ երեխեքը։ Երկու երեխայից ես մտել եմ այդ մացել մեջը։ Արդեն հոտը գալիս է։
Էս է դբրոցը։